Ելենա Արշակյանի «Հարսնազորի լեգենդը» հեռուստասերիալում Վրամը ամբողջ երեկո անհանգիստ է, խորը մտքերով տարված, կարծես կորցրել է ներքին խաղաղությունը։ Նա անընդհատ փորձում է հասկանալ ինչ է սպասվում իրեն ու Սոնային, ինչ կասի նրան Սոնան, ինչպես կարձագանքի ինքն ու ինչ որոշում կկայացնեն։ Սերը մնում է ուժեղ, բայց իրադարձություններն արդեն չափազանց խճճված են։ Առավոտյան ամեն ինչ փոխվում է, երբ Արմոն գալիս է իրենց տուն։ Նա անկապ, անտեղի հարցնում է Վռամին արդյոք գիտի, թե ինչպես է Սոնան տեղ հասել։ Վռամը զարմացած է, չի հասկանում, թե Արմոնն ինչ կապ ունի այդ հարցի հետ։ Արմոն, ինչպես միշտ, հերթական սուտ պատմությունն է հորինում իր պլանները շարունակելու համար։ Նրա նպատակը պարզ է՝ Վռամին գցել հուզական խառնաշփութի մեջ, ստիպել, որ նա շտապի Սոնայի տուն Վիճի Աբոյի հետ և այդտեղ կոնֆլիկտ ստեղծվի։ Բայց այս անգամ պլանը ձախողվում է։ Վռամը իսկապես շտապում է Սոնայի տուն, մոլեգին ներս է մտնում բակ, բարձր ձայնով հարցնում. «Ուր է Սոնան»։ Նրան դիմավորում է Աբոն, սակայն ի տարբերություն Արմոյի սպասածի, Աբոն շատ հանգիստ է։ Սոնան մինչև մեկնելը հորը հստակ հանձնարարել էր, որ եթե Վռամը գա, պետք չէ նրան վիրավորել կամ բարկանալ։ Նա ասաց, որ Վռամը իրեն անկեղծ սիրում է և չարժե ավելորդ ցավ պատճառել նրան։ Աբոն հիշում է դստեր խոսքերը և Վռամի հետ խոսում է հանգիստ, առանց լարվածության։ Արմոյի նպատակն այսպիսով չի իրագործվում։ Իսկ այդ ընթացքում Հայկը կրկին այցելում է Նարեին, նրա աշխատանքային վայր։ Նա ջերմություն է ցույց տալիս, սակայն դեռ չի համարձակվում խոստովանել իր զգացմունքները։ Նարեն, տեսնելով Հայկի վարանողականությունը, որոշում է հակառակ քայլով նրանց սթափեցնել։ Նա դիտավորյալ ասում է, թե պատրաստվում է ամուսնանալ Արմոյի հետ և նույնիսկ ընտանիք կազմել նրա հետ։ Հայկը լսելով այդ խոսքերը ցնցվում է, զայրանում, չգիտի ինչպես արձագանքի, և մի պահի ներսի լարվածությունը չդիմանալով գրկում է Նարեին, առանց որևէ բառի։ Մար, լսի, շուտ 3 հատ հարց եմ տալու, պետք է շուտ պատասխանես։ Հա, ասեմ։ Քո սիրած գույնը, Ասեմ։ քո սիրած օրվա ժամը, Օրվա ժամը Հա։ 12։ այսինքն 12-ը որ մեկը։ Օրվա ժամ։ Այդ հիշեցի։ Հիշեցի։ Իսկ քո սիրած ուտեստը։ Սպապաս։ Վայ, մամայ սարճին եմ սիրում, սպաս։ Բորշ։ Իրականում ուզում եմ ձեզ հետ կիսվել, թե ինչի համար է սկսել գալ մարզասրահ։ Մի օր ուղղակի ինձ պետք էր չափել իմ գործատեղը։ Ես չափեցի և իմ հայրան ինքի սարսափելի կիպ 81 սանտիմետր 81 սանտիմետր է իմ բոյի ու իմ կազմվածքի համար շատ է։ Գնահատեք ինչի եմ ես գալիս մարզասրահ, հենց դրա համար, որ այս 81-ը գոնե դարձնել 70 մինիմալ իմ նպատակն։ Այնպես որ առաջ։ Ես ուզում եմ շնորհակալություն հաղթի հայտնենք թերթը Եմին Արմենիա TV-ին լուսաբանելու համար, մեր նոր նախագծին անդրադառնալու համար և մեր ամուսնական զույգի երկու աստիճանաբանդակը մեզ հետ քաշ տալու համար։ Ախմախ բան ստացել, բայց